Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին եւ ովքեր կիսվում են իրենց գիտելիքով, փորձով եւ ամենակարևորը հարուստ անցած ճանապարհով։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել հայ գործարար Ալլա Եսայան։ Բարև ձեզ, պարոն Եսայան։ Բարև։ Ես իրականում մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ այսպես իմ ողջավորության մասին կիսվել, որ արդեն երկրորդ անգամ առիթ ունեմ ձեզ գործարարալիքի տաղավարում հյուրընկալելու ու իսկապես ամեն տարի, ամեն անգամ, երբ առիթ է ստեղծվում, շատ սենց սպասումով եմ սպասում այս հանդիպմանը, որովհետեւ առաջինը կուզենամ, որ մեր բոլոր ռադիոլսողներն ու ռադիոդիտողները անպայման ձեզ ճանաչեն հայ գործարարի, ստեղծագործ հայի, ով բավականին շատ մեծ ներդրում է ունենում Հայաստան աշխարհի զարգացման մեջ եւ ամենակարևորը վերցնեն այն կարևոր գիտելիքներն ու փորձառությունը, որը որ դուք ունեք ու կարճ ժամանակով եք այս անգամ Հայաստանում եւ շնորհակալություն այս առիթի համար, որ ձեզ հետ առիթ ունենք հարցազրույց վերցնելու եւ բավականին հետաքրքիր թեմաների մասին խոսելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Առաջին հարցն եմ ուզում տալ, իմ նյութի ամենասկզբի հատվածում նշեցի հայ գործարար, ստեղծարար հայ մարդ, քանի որ բավականին երկար արդեն թիվն էլ չեմ կարող հիշել, որքան տարիների փորձ ունեք գործարար ոլորտում, կնշեք ձեր պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի հայ գործարարը, այն կարևոր որակները, այն կարևոր բնութագրիչները, որոնք որ ձեզ համար շատ կարևոր ու առանցքային են։ Կասեի, որ հայ գործարար կամ որևէ գործարար հիմնականից սկսում է ոնց է կարող մի բան ստեղծի, մի բիզնես ստեղծի, որը բավարարում է կամ լուծում է մի շատ թեժ հարց։ Ընդհանրապես կարելի է այդ հարցը ինքը առերեսվել է այդ հարցի հետ եւ ուզում է, որ այդ հարցը լուծվի, կամ էլ չէ կարող է նորարարություն անի, որ գիտես, աշխարհը միշտ փոփոխության մեջ է եւ անվերջ եւ անսահման առիթներ կան, որ մարդ իր ստեղծագործությամբ կարողանա նոր բան ստեղծի կամ նոր լուծումներ ստեղծի հին խնդիրների համար։ Բայց դրանց ամենից առաջ մարդը ինքը պետք է ինքնագիտակցվի եւ ինքը իր վրա աշխատի, որ այդ դրսևորումը, իր հաջողության դրսևորումը, եթե հաջողի, երբ որ հաջողի, այդպես լինի, որ ինքը իրեն չկորցնի, որպես մարդ էակ, մարդ արարած։ Էդի շատ կարևոր, իմ համար էդի միշտ կարևոր է եղել, որ փողը առաջնային ջլին, իմ համար էդ է եղել, առաջնահերթ թույն չի ունել։ Կարևոր է անշուշտ բիզնեսը պետք է շահավետ լինի, որ հարատևի, շահույթ ունենա եւս, բայց հիմնականորեն այդ ինչ որ ինձի ամղի կամպանիներ ստեղծել բան, էդի երկրորդական է։ Առաջին եղել է, որ հարցը լուծես, այդ հաճախորդին բավարարացնես, այդ հաճախորդի խնդրը լուծես, հետո փողը ինքնաբերաբար գալիս է, այդ էլ երկրորդական բան է լինում։ Ես չեմ գործարարության բանը, թե մարդ լինելը, լավ մարդ լինելը, արժեք ստեղծել։ Ինքդ մեկ է դու ինքդ իմանաս քո արժե համակարգը ինչ է, եւ դու ինչպես ես այդ արժե համակարգը իրականացնելու քո բիզնեսի մեջ։ Դե ամեն ինչ կայսա քո ծնողներից, կայսա քո շրջապատից, բայց ոչ միայն։ Կարելի է դու շատ վատ շրջապատի մեջ ես ծնվի, մեծացի կամ շատ վատ նմուշներ ես ունեցի քո առջևը, բայց եւս դու ինքնիդ քո մեջ զգացել ես կարիքը, որ ավելի լավ, ավելի բարձր արժեքների վրա քո կյանքը ստեղծես եւ գործարարություն մի բան է, որ նույն ժամանակ դու շատ խանդավառված ես, որ մի բան սկսես, եւս պետք է նույն ժամանակ շատ ստենց սարսափած լինես, որ այդ բանը, որ դու անում ես,
այնքան մեծ լինի, որ քեզնից մեծ լինի։ Վախենաս դրանից։ Պետք է մի քիչ վախ ունենաս, որ իմ կարծիքով, թե չէ, եթե վստահ ես 100% ոնց է լինելու, ոնց ես անելու, ոնց ես գնալու, դա դու այդ քո նպատակը այդքան մեծ չի եղի։ Գիտես, իմ համար միշտ դա է եղի, ինչ նպատակ որ դրել եմ, նույն ժամանակ, նույն չափով թե ինձ խանդավառել է, թե սարսափեցրել է։ Եվ այդ քեզի ինքնավստահությունը ավելի է աճում, որ դու մեկ այդ project-ը որ անում ես, այդ business որ սկսում ես, այդ որևէ բան որ դու սկսում ես, արժի, որ եթե տեղը հասնում, ճիշտ կարծես ուզում ես օլիմպիկի չեմպիոն լինես։ Չէ, ասես դե լավ, հասնեմ, եթե 12-րդը լինեմ, համաշխարհային, դա լավ է։ Չէ, ես ուզում եմ առաջինը լինեմ։ Գործարարություն համարյա տենց բան է քեզնից պահանջում, տենց commitment է պահանջում, տենց նվիրվածություն է պահանջում։ Եթե դու անում ես բան, որ դե լավ, այսօր էս կանեմ, մի քիչ էս կանեմ, մի քիչ այն կանեմ, մի քիչ այն կանեմ, դա լումա ինչ են ասում, առուտուր անել, որ ինձ համար երբեք այդ մեծ vocation-ում չես ունել։ Չէ, դա ինձ հետաքրքիր չէ, եթե մի բանը չեմ ամեն մարդ կարող է գործարար լինի, եթե հասկանում եմ, որ իրոք երկար ճանապարհը, դժվար ճանապարհը, բայց հաճելի ճանապարհը։ Պետք է վայելել այդ ճանապարհը։ Հիմա վայելելն էլ ձև ունի, չէ՞։ Մեկը կա որ լուծում է ստանում, վայել բան անում, մեծ գոհունակություն է ստանում։ Մեկն էլ կասում է դա վայելելը պետք է անպայման մեծ շքեղ տուն ունենամ, կամ մեծ շքեղ մեքենա ունենամ, կամ մեծ շքեղ մեծ փող ունենամ։ Կապ ունի, ամեն մարդ չեմ դատում ով ինչ է սիրում, բայց մեր հասարակության մեջ կասեի որ այդ ծայրահեղ նյութապաշտությունը, ծայրահեղ եւ չեմ ասում միայն Հայաստանի մեջ, եւս կասեի մեր սփյուռքահայության մեջ, այդ բանը շատ արդեն կուրացնում է քեզի այդ ներքուստ խանդավառված inspiration-ով դու մի բան սկսել ես եւ դու ծախել ես այդ քո վեհ իդեալները, վեհ նպատակները նյութականին։ Այո։ Եվ դա ինձ համար չի ուզել շատ դրամատիկ լինել մասին, բայց մեր համաշխարհային իրավիճակի մեծ խնդիրը դա է, որ մարդը դեռ չենք ուզում աշխատենք, սովորենք, շատ ամենալավը լինենք աշխարհի բանով, շատ ունենք, դե շախմատ մեջ ունենք, սպորտի մեջ որոշ գործարարներ, գիտես, օր ու գիշեր իրենց վրա են աշխատում, օր ու գիշեր սովորում են, ուրիշներից խորհուրդ են ստանում, ուրիշներին խորհուրդ են տալի, գիտես, մենք IT ոլորտում մենք շատ բախտավոր ենք, որ շատ ստենց մեկը մյուսին խանդավառի, մեկը մյուսին push, ինչ ասում, առաջտանի challenge-անի, որ գիտես ավելի լավ ձև կապան։ Դա եւ մեկ ոչ ոք ես չեմ նկատի, ոչ ոք մեկի ոտի տակ չի քանդում, հասկանում եք։ So եթե կարողանանք այդ ձևով շարժվենք, գործարարությունը նայ հասարակությունը ինչպես է փոխվում։ Մեկ նոր գիտելիքով, երկրորդը գործարարությամբ, երրորդը արտով։ Արվեստագետների միջոցով, չէ՞։ Ես ու դու ոնց ենք փոխվում։ Եթե գիրք չենք կարդում, եթե նոր ստեղծագործություն չենք տեսնում, նոր ստեղծված բան չենք տեսնում։ Այս օրինակ միշտ հարցնում ասեմ, վերջ գիրք որ կարդել են, ինչ է։ Եթե մարդն ասում որ գիրք, դա արդեն ինձ ասում է որ ուզում ես մարդի հետ հաղորդակցվեմ, թե չէ։ Եթե գիրք չես կարդում, եթե հիմա նոր podcast-ներ են լսում, բան, եթե դու չես ուզում նոր բաներ սովորես եւ կամ դու ինքդ չես ստեղծում նոր բաներ, դե արդեն դու հանձնվել ես, գիտես, ասում ես ջերմակ բանը դրոշակ բարձրացնում, զանձնում եմ, ոնց ուզում եք ինձ քշեք։ Social media-ով եք ուզում ինձ քշեք, նյութապաշտությամբ եք ուզում քշեք, consumerism չեմ ստեղ ինչա լինում։ Ավելի սպառողականություն։ Սպառողականով եք ուզում եւ իմ հարաբերություններ արդեն իմ ընկերներիս հետ, իմ գործընկերներիս հետ, իմ երեխեքիս հետ ամեն լիլմա սպառողական բանով։ Դե լավ, ես երեխես դրեցի ստեղ 2 ժամ փող եմ տվի, թող իրենք նայեն, գիտես, այդ արդեն ամեն մարդկային հարաբերությունները բանա լինում։ Նյութականացվում։ Եվ հիմա AI-ի բանում, AI-ի
դարաշրջանում հայերը մի հատ մեծ բան ունեն, մեծ առավելություն ունեն։ Եվ դա ինչ է։ Այդ ջերմ մարդկային հարաբերությունն է, չէ՞, որտեղ ամեն ինչը բան է լինում, չէ՞, արդեն ավտոմատացվում, մեքենայացվում։ Այո։ So ինչի համար է որ այդ հատկապես մեր հասարակությունը ստեղ մեծ դեր ունի խաղալու, որտեղ ինչքան որ AI շատանում է, այդքան մարդկային այդ ջերմ հարաբերությունները, սիրալիր հարաբերությունները ավելի են արժեքավորվում։ Այո։ Որը մենք ունենք եւ պետք է դա աչքի լույսի պես պահել։ It's a pan. It's a առավելություն։ Ոսկի գանձ։ Գանձի վրա նստած ենք։ Այդ որ մենք հասկանում ենք, որ գիտես մի քիչ հոգատարությամբ, չէ՞ շատ, մի քիչ հոգատարությամբ հանդեպ դիմացինը, մի քիչ, որտեվ գործարարություն ինչ է, վերջի ի վերջո դու ասում ես, որ ոչ ոք չի կարողացի ես հարցը լուծի, ես գնալու եմ լուծեմ։ Այդ արդեն ասում է, որ դու ով ես, չէ՞, որտեվ ռիսկային է, չէ՞, անպայման չէ, դու հաջող ես։ Բայց եթե դու գիտես, որ այդ ճամփան շատ երկար է եւ շատ դժվար է եւ վտանգավոր է, բայց եւս նորեն դու անեսամ, դու արդեն մի level ավելի վեհ ես, քան թե այն մեկն որ ասում դե լավ, ոնց որ կա լավ է, կամ ոնց որ կա լավ թե վատ, ես ոչ մի բան չեմ նախաձեռնելու։ Շատ լավ, այստեղ հաջորդ կարևոր հարցը ինձ մոտ առաջացավ, որտեղից է մոտիվացիա եւ ոգեշնչում ստանում ալը եւ ինչպես է ոգեշնչում իր թիմին, քանի որ շատ ընկերություններ ունեք, հիմնականը նշեցիք արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների IT ոլորտում է, բայց որտեղից ձեզ այդքան էներգիա, առավոտյան որ զարթնում եք, ինչից եք ոգեշնչվում, որտեղից եք այդ էներգիան ստանում, որը որ նաեւ կարողանում եք փոխանցել թիմին։ Ես բախտավոր եմ եղի, որ մի ընտանիքի մեջ եմ ծնվի, որ միշտ այդ ինտուզիազմը ինչ են ասում հայերեն։ Ոգևորվածություն։ Ոգևորվածություն նորմալ էր։ Իմ հայրս ռեստորանի տեր էր, ինքը արթնանում էր, միշտ բան էր, ֆորմայի մեջ էր։ Բայց կարելի ասեմ, որ իմ մոտ այդ բանը բխում է, որ ոնց եմ կարող ծառայեմ իմ ազգին եւ մարդկությանը։ So էդի արդեն որ դու չես նայում քեզի որպես մեկուսացած մի հատ անձ եւ քեզ նայում ես որպես մի հատ ընդհանուրի մաս եւ դու ունես քո անելիքը։ Ես միշտ գիտության բան եմ եղել, չէ որ գիտություն ստեղծող եմ եղել, բայց գիտություն synthesizer եմ ելա, գիտություն կարդալ եւ ինչա կարողանի ես գիտությունը մարդկության համար։ Ամեն կամպանիները որ սկսել եմ, տենց ա եղել, եւ ես չեմ ուզում, երբեք չեմ ասում իմ կամպանիները, որտեղ արդեն որ մեկը մյուսը ներգրավում, կարելի ես եմ սկսի, հա, բայց արդեն որ երկրորդ մեկն է գալի, ասում եմ, դա արդեն մեր կամպանին է, հետո երրորդն է գալի մեր ավելին։ So ես իմ բանովս, ասենք ուղեղիս կազմվածքով մտածողությամբ ես այդ նախնական սկսնակ բանը շատ եմ սիրում, որովհետև այդտեղ շատ բան կախված է այդ առաջի թիմի նվիրվածությանը եւ գիտես ամեն ինչը պարզ չի, so ուրեմն կարելի է ամեն օր կարելի է դու մեռնես եւ այդ ադրենալինը, այո, այդ ադրենալինը ինձ համար շատ բան է։ Արդեն որ մի քանի տարի անցնում է եւ կամպանին աճում, արդեն product-ը դուրս է գալի բան, ես ընդհանրապես որտեվ servant leader եմ, ծառայող առաջնորդ այս 30 տարվա բան է իմ համար, ես փնտրում եմ, okay, մյուս CEO-նով պետք է լինի, որ ինձ լավը պետք է լինի։ Գիտես, էլի նորեն չեմ գնահատական չեմ տա, որոշ founder-ներ ու սիրում են իրենք միջով վերջ, օրինակ համար Steve Jobs, Bezos, Elon Musk, իրենք ուզում են լինեն միջով վերջ։ Ես այդքան չեմ բան, ավելի առաջ տանելն է ձերը, հա, ստեղծել, հարթակը ձևավորել ու տալ պատվիրակել մյուսներին։ Եվ առիթ տալ որ մարդիկ էլ աճեն։ Դե ես մտել եմ բանի մեջ, գործարարության մեջ, ասենք 99-2025 տարի առաջ պաշտոնյա եմ եղել մի հատ
Japanական company մեջ։ Ես դա արել եմ, որովհետև այն ժամանակ ուզում էի ընդհանուր շեղեի իմ career-ս դեպի հայրենիք եւ շատ ուրախ եմ իմ կյանքը շատ ավելի գույնավոր ա եղել, շատ ավելի հաջողակ ա եղել։ Ես այդ պատճառով ամեն մարդ որոշում է իր համար ինչն է կարևոր։ Ոչ ոք չի կարող ուրիշին ասի, գիտես, այս պետք է քո համար կարևոր լինի։ Իմ համար դա է կարևոր եղել։ Այդ կամպանիները, որ սկսել եմ, հիմա բան անցել, կա հազարավոր մարդիկ, ասենք այդ կամպանիներից անցել են, կամ տրեյնինգներից անցել են եւ իրենցն են ստեղծել։ Այդ իմ համար շատ հաճելի է, որ ես մանգալս եմ Հայաստան տեսնում, որ մեր երիտասարդուն ինչեր է ստեղծում, բան։ Էդի ամենը գալիս է այն բանից, որ ասում են ծառեր ցանեք, որ երբեք դուք իրանց շուքի տակ չեք նստելու։ Դու սերմ ես ցանում, որ ապագայում, որ երկիրը էցավ փոխվելու։ Իմ համար անգլերեն ասում են lifetime love affair, since հայերեն ինչպես կլինի։ Կյանքի երևի հավիտենական սիրո բան է Հայաստանը իմ համար, փոքրուց էլ եղել է, միշտ մեկ ասում է փոքրության լվացել եմ, լավ է նայ լվացել են։ Իմ համար էդի իրոք մեծ գոհունակություն ա տալի, որ ամեն հանգրվանին ես ստեղ եմ եղել, վատ ժամանակն եմ ստեղ եղել, լավ ժամանակն եմ ստեղ եղել եւ արել եմ ինչ որ կարողացել եմ։ Ես նաև մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին իսկապես ուզում եմ այսպես նաև լրացուցիչ տեղեկատվություն նշել, որ թեպետ այն հանգամանքի, որ դուք ծնվել եք Իրանում, 13 տարեկանից տեղափոխվել եք Միացյալ Նահանգներ, բայց ձեր կապը, սերը, ձեր արարելու ցանկությունը Հայաստանում ամեն տարի ավելի է շատացել ու նաև մեր նախորդ հաղորդման ժամանակ դուք խոսում էիք ձեր 40 տարվա ուխտի մասին, որ արդեն որերորդ տարին է, 26-րդ տարին է։ 26-րդ տարին է, որ պարտադիր պետք է լինեք Հայաստանում, Հայաստանի միջավայրի զարգացմանը միտված ծրագրեր ունենաք։ Սա շատ կարևոր է, ինչի համար եմ ուզում նշել, որովհետև իսկապես շատ կարևոր է, որ դու արյամբ ու մտածողությամբ հայ լինես, հա, անկախ նրանից դու իհարկե կարևոր է նաև Հայաստանում լինելը, տեղում լինելը, բայց այն ներդրում ավանդը, որ դուք ունենում եք Հայաստան աշխարհի զարգացման մեջ, իսկապես անգնահատելի է եւ շատ կարևոր է։ Ու այստեղ մյուս կարևոր հարցն եմ ուզում ձեզ ուղղել, պարոն Եսյան, քանի որ 2015 թվականից արհեստական բանական ձեր ընդհանուր, հա, գործարարության ոլորտը հենց կապված է արհեստական բանականության հետ, թեպետ Հայաստանում է, որ վերջին մի քանի տարիներին է ինքը այսպես բում ապրում։ Ինչպես է զարգանում ոլորտը եւ ամենակարևորը Հայաստանը ինչպես պետք է իր այսպես տեղը ունենա այս ուղեցրի վրա, հա, ամեն դեպքում ոլորտը զարգանում է մեր կամքից անկախ եւ մենք ինչ պետք է անենք, որպիսի ավելի մրցունակ լինենք կամ մի փոքր առաջ հաղորդումից առաջ խոսում էինք դրա մասին, որ սկսած պետական սիստեմանից միջև մասնավոր հատված, եթե մենք կարողանանք համընթաց փոփոխություններ բերել, իրականում լրիվ այլ կետում կարող ենք հայտնվել զարգացման։ Շատ դժվար հարց է, ով գիտի, բայց ես այսպես եմ նայում։ Արհեստական բանականությունը առիթ է տալի, որ ամեն ոլորտ վերաստեղծվի, վերաձևավորվի եւ հիմա ստեղ ամենամեծ առիթն է գործարարների համար։ Ստենց առիթ ես իմ կյանքից մեջ չեմ տեսել։ Որովհետև հիմա դու կարող ես արհեստական բանականության մեջ իրոք ամենօրյա ռեժիմով սովորես իրական ինչ ասում կիրառես եւ ստեղծագործես ուղեղի թրիշներ ունենաս, որ օրինակի համար e-government, ասում են government, չէ՞։ Օրինակի համար կառավարության հաճախորդները ովքեր են, քաղաքացիները, չէ՞։ Հիմա կառավարությունը տալիս է healthcare, առողջապահություն, կրթություն, սպորտ, մշակույթ, ապահովություն, ապահովագրություն, այո, ապահովագրություն, բայց եւ երկրի անվտանգություն։ So էսա, չէ, կառավարությունը ինչ է, կառավարությունը մեզնից են գալի, չէ՞, մարդիկ չեն եկի մեզ իշխեն, իշխանություն ասեն իշխանություն։ Մենք պետք է արդեն այդ արհեստական բանականությունը եւ հիմիկվա, ասենք, մոդեռն բանը, քեզի
անverջ քեզի transparency է բերում transparency թափանցիկություն է բերում ուրեմն այն մարդիկ որ կարող են տվյալների վրա սարքեն իրենց կամպանիները հիմա այդ դիլեմա delivery system restaurant ցանց չգիտեմ Հայաստանը բանա չէ ճամփոր այդ երթևեկության մեջ օրինակի համար դու կարող ես ընդհանուր Հայաստանը մի հատ ցանց տնես որ ասենք բանա փոքր coffee shop-ներ են որ դու կարող ես 1000 հատ միանգամից բան դնես տնագներ պստիկ տնագներ սարքես եւ արդեն brand սարքես քո մարքեթինգն ես կարող բանանես so Հայաստանը մի կողմից շատ լավ որ փոքր ես ուրախ չեմ որ շատ փոքր բայց էդի advantage-ը right so եթե կարողանանք այդ ներդրումն անենք մեր մեջ այո ինչպես գիր կարդում ես չէ ինչ ես լսում այդ անիմաստ սերիալներն ես նայում թե ավելի վատ գիտես ինտերնետի մեջ ամեն TikTok-ի բացասական նյութեր եւ այլն TikTok եւս ավելի վատ չէ որ դու երեխեքին գիտես control mechanism ալինում եթե դու Հայաստանի բանը որովհետեւ դեր այդ ընտանեկան բանը այդքան կարեւոր է այդքան ուժեղ է կապերը գիտես նես չի որ մերը չի անում երեխան ինչ անում հերը չի անում երեխան ինչ անում եւ եթե կարողանանք այդ հայկական հայ մշակութապես ուժեղ հիմքերի վրա այդ կապերը վերա reinforce like to վերա հիշեցնեմ որ մեր օրի ժամ չվատնենք այն մաների վրա որ մեզի շեղում այդ բանից այո Հայաստանը կարող է 10 տարվա մեջ ընդհանրապես բան լինի վերակառուցվի որտեղ ամեն ոլորտ էս բանը ամեն ոլորտի կպնում է ճիշտ կարծես դու էլեկտրիստին եկել է կամ ինտերնետ եկել ասում ես դե լավ ես չեմ ուզում դա օգտագործեմ ուզում ես օգտագործի ուզում ես մի օգտագործի եւ նույնը ինքը զարգանալու է եւ նույնքը զարգան եւ քո կյանքը փոխելը ուզես թե չուզես Շատ լավ, հաջորդ կարևոր հարցն եմ ուզում ուղղել ձեզ, անձամբ ինձ հետաքրքիր է այս հարցը, վստահ եմ նաև ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, որպես հայ գործարար, մեծ մտածող, ստեղծարար հայ, ինչ առաջիկա նպատակներ ունեք, որ հենց այդ մտահոգությամբ քնում ու զարթնում եք։ Չի ասի մտահոգությունը ավելի խանդավառություն է ինձ համար, մտահոգվելով ոչինչ դուրս չի գալի ընդհանրապես։ Ես նայում եմ որ հիմա էս AI դարաշրջանում դե գիտեք լիքը լավ լուրեր կա, ասենք Firebird-ի լուրն է, դեսմես ազգը իրոք երբ որ իրար հետ աշխատում է, ասենց աննկարագրելի մեծ արդյունքներ ա լինում, չէ՞։ Հիմա դա մենք ոնց են կարող արագ ձևով կիրառենք կառավարման մեջ գիտես որ քաղաքացին մասը զգա իրեն երկրի վերելքի մեջ այո եւ երեք Սուրեն Ալոյանի Կորիս կրթական կենտրոնում էին եւ իրոք մենք հիմա այդ առիթն ունենք գործիքները կա սարքված է 0-ից պետք չունենք սկսենք եւ ոնց ենք մենք ուղղորդելու մեր դրամը, մեր ժամը, մեր կապերը, որ էդի արագանա։ Ուրեմն իմ կենտրոնական ասենք մոտիվացիան խանդավառությունը driver-ը որ ոնց են կարող մենք տեխնոլոգին, մարդ ուժը եւ capital-ը կիրառենք, որ նոր այդ ամեն այդ ոլորտներով ասում եմ որ կարող է վերաստեղծվի, ձևավորվի, արտադրվի եւ մեզի տանի վերելքին ոնց եմ ես կարող տեղ բանանեմ դա ինձի հիմա խանդավառում Շատ լավ մյուս կարևոր հարցն եմ ուզում տալ ինչով է զբաղվում Ալ Եսայանը ազատ ժամանակ եթե ունեն մեկ որն է ձեր հոբիները եթե այսպես կարող եմ ձևակերպել Ես 30 տարվա հայերեն meditation ինչ են ասում չեմ անում Մեդիտացիա Բայց հայերեն չի Հաղորդակցություն երևի Չէ
Դե այդ իմ հիմնական մի բաներից է, ես երաժշտություն շատ եմ սիրում, techno-ից բռնած միջով classical, միջով opera, so հայկական jazz կասեի, որտեվ jazz սիրում եմ, բայց հայկական jazz-ը էլ ավելի շատ եմ սիրում, որտեվ այդ հայկական մոտիվներով բանով ավելի համով է, շատ կարդում եմ, եւ շատ ժամանակ եմ դնում շատ երիտասարդների հետ, ասենք high school-ի level-ի մարդը, որտեղ իրենք են իրենց իրականությունն հիմա իրենց բանն է, so կարողանամ, եթե որևէ ձևով կարողանամ մի քիչ ուղղորդեմ, բայց ավելի շուտ to be a resource. Vocation check, ինչու ոչ։ Vocation check կամ որ այդ մարդ որ արթնանում է ինքն իր վեհությանը, ամեն մարդ ներքուս դեհ է։ Բայց դե դրսով միշտ դու խփանք ասում դու խելացի չես կամ դու կարճ ես դու տկերես դու չի ստացվի ոնց ինչի պետք է ստացվի այտենց բաներն ասում չէ ես հական եմ անում ես հական ինձ համար դա շատ հաճելի է որ տեսնեմ օրինակ մարդիկ որ 10 տարի առաջ իրենց հետ խոսել եմ կամ եկել են մի հատ իմ խոսակցությանը որ ինքը հիշում են ասում են դու այս բանն ասեցի կամ այս գիրքն ասեցի եւ այս գիրքը կարդացի մի հատ շատ sense պայծառ երիտասարդի ծանոթացա որ ինքը 23 տարեկան աղջիկ է եւ դիեզերական գիտության բան է եւ Գերմանիա է սովորում սա աղջիկը խոսեցի մի ժամ ինքը կարծում եմ ես եմ իրեն vocation չում, բայց անկեղծորեն ասեմ 90 արարու ես եմ vocation չվի, որ ինչպես ինչ պայծառ երիտասարդություն ունենք։ Ուրիշ մեկը աղջկանունը Հանա էր, Հանայի ազգանունը կներես մոռացել եմ։ Մյուսը Արգամ Ամիրաղյան, որ 3 տարի թե 4 տարի առաջ ինքինձի ձևով email չէ email-ը թե Facebook Տավուշի մարզից է Արգամը այո մեզ նաև ծանոթ ընկեր նոյեմբերյանից վերջերս է բանակից հետ վերադարձել այո եւ այս տղան առաջի մասի դե պետք է անգլերեն գրես ինձ դες հայերեն գիտեմ բայց ասի պետք է անգլերեն գրես որտեւ աս պետք է անգլերեն սովորես հետո անգլերեն սովորես քիչ բաս դե լավ էս գիրքը պետք է կարդաս գիրքը կարդաց շատ եմ չարչարում մարդկանց որ դիմում են ինձի բայց հիմա այս տղան ինչեր պետք է անի իրոք ես անկեղծորեն շաքաղվում եմ այս մենք իրոք չենք գնահատում որ ինչքան լավ ազգ ենք այո ու ինչքան մեծ պոտենցիալ ունենք այո եւ եթե մենք այդ մեր երիտասարդության վրա մի քիչ ավելի շատ ժամանակ դնենք մի քիչ ավելի շատ vocation չենք մի քիչ ավելի այդ նյութապաշտությունից կտրվենք եւ ասենք գիտես փոխարեն երթամ $250,000 դնեմ վարկով հարսնիկ անեմ որ էտա մեր արժեքը չէ արժե համակարգը իրոք ասում են bankrupt արժե համակարգը այո որ ինչ հետո ինչ որ ընդհանուր կյանքդ փակես որտեղ մի գիշեր ուրախացել ես ու տեղը կա օրինակ համար ասում են միշտ ասում են հայերը ուսումի մեջ բան հա բայց պետք է թակ այդ ուսուցիչներին գնահատեք այդ ուսուցիչներին պետք է հարցնեք ոնց են կարող որպես ծնող ոնց են կարող մենք դպրոցին օգնենք ոնց են կարող մեր երեխեքին ավելի լավ սովորեցնենք ոնց են կարող տան մեջ մենք ինչ անենք գիտեք եթե այդ եւ շատ բարձ հեշտ բաներ են որտեղ որ նյութական ոչինչ պետք չէ գիտես So ինձի այդ իրոք ճիշտ կարծես էներգիա տալի որ նորեն գամ նորեն ավելի երկար մնամ ավելի հիմա շաբաթ օրը եմ գոշի երեխեքի հետ եմ լինելու ինձ համար դա այդ նոր սերունդի այդ երրում են ասած երրում են այդ ինձ համար ճիշտ կարծես շատ ինձ համար շատ կարևոր է դա
Շատ կարևոր բաներ նշեցիք, պարոն Եսյան։ Իրականում ես ամեն հաղորդման ժամանակ միշտ նշում եմ, ժամանակը միշտ քիչ է լինում ձեզ հետ հաճելի ու հետաքրքիր զրույց ունենալու համար, բայց ինքս որպես հայ մարդ իսկապես ամեն անգամ տաղավարում ձեզ հյուրընկալելուց իսկապես նախ առաջինը ես եմ շատ ոգևորվում, որը շատ կարևոր է եւ այդ ոգևորությունն էլ մենք էլ մեր շրջապատող երիտասարդներին ենք փոխանցում եւ ամենակարևորը էլի է արմատանում են միտքը, որ այո անդադար կրթվելը, իրար օգնելը, կապերը, անդադ զարգանալը, միջավայրում դրական փոփոխություն բերելը, սա ըստ էության մարդու ամենակարևոր առաքելություններն են, ինչպես նշեցիք, ծառայող առաջնորդի միտքը, որը որ ինքս առաջին անգամ Կարեն Վարդանյանից եմ լսել ու ինձ համար իսկապես շատ մեծ ուսուցիչ Սա պետք է նաև փոխանցել այո երիտասարդ սերնդին եւ ինչպես դուք ասեցիք, ավելի շատ ժամանակ, էներգիա ծախսել իրենց հետ, որպեսզի վաղ ավելի ուժեղ միջավայրում մենք կարողանանք արարել, ապրել, որովհետեւ մենք ըստ էության այլ երկընտրանք չունենք։ Այո, եւ այդ ամենի լավ ընտրանք, երկընտրանք ունենք, երկընտրանքը բայց շատ վատ է։ Հային ոչ սազական ես կասեի, չէ՞ նույնիսկ։ Հային ոչ սազական, հա, որովհետեւ մենք այն ազգն ենք, որ միշտ ստեղծագործել։ Ես չեմ սիրում շատ այնպես գլուխ գովալ, որ լիքն լավ ազգեր կան աշխարհի մեջ, բայց մենք այդ բանն ունենք, այդ առավելություն ունենք, ճիշտ կարծես որ դու ոսկու վրա նստած ես, բայց ուրիշ տեղեր ես ոսկի որոնում, դու այդ արժեհամեկարգն է մեր ոսկին, որ ամեն ինչ հետո հնարավոր է լինելու։ Այո, ես ուզում եմ մեր բոլորիս գործերին շատ մեծ հաջողություններ մաղթել, եւս մեկ անգամ շնորհակալություն շատ ձեզ, որ ամեն անգամ թեպետ ինչքան ժամանակաշրջանում, որ Հայաստանում եք լինում, անպայման ժամանակ գտնում եք մեզ հյուրընկալվելու եւ արժեքավոր գիտելիքներով, մտքերով փոխանակվելու համար, հավատացեք, ինքը բավականին, այսպես մարդկանց կյանք է փոխում, ես վստահ եմ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեջ էլ կլինեն անհատներ, ովքեր հաղորդումը դիտելուց հետո մեծ խանդավառություն կունենան եւ իրենց միջավայրում անպայման փոփոխություններ կբերեն։ Շնորհակալություն ձեզ եւս մեկ անգամ եւ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն էր հայ գործարար Ալա Եսայան։ Շնորհակալություն։